Երազիկ դիզակարտի գործունեությանն ենք նորից դառնում, մշակութային, ստեղծագործական մի նոր գաղափար, ճամբարի տեսքով, ամառային ճամբարի տեսքով։ Հետաքրքիր մշակութային ուղղվածություն ունի եւ հատկապես դիզակարտի համահիմնադիրները կարծեք թե տարբեր ուղղվածություններով համախմբում են ընդհանուր գաղափարական գործունեության վեկտորը։ Ինչ է իրենից ներկայացնում այս ճամբար եւ առհասարակ ինչպիսի մշակութային նոր նախագծեր կան։ Նշեմ, որ դիզակարտ մշակութային կենտրոնը իր մասնաճյուղն է հիմնել Աբովյան քաղաքում եւ հենց Աբովյան քաղաքում փորձեցինք առաջինը կրթամշակութային ճամբարից։ Ճամբարի նպատակն է Աբովյան քաղաքի եւ շրջակա գյուղերից հավաքել տեղահանված երեխաներին եւ կրթամշակութային դաստիարակությամբ ամառային դպրոցի կարգավիճակով նրանց հետ անցկացնել ամառային կրթամշակութային ճամբար։ Ինչ է ենթադրում կրթամշակութային այդ ծրագիրը, ինչով են զբաղվում երեխաները։ Երեխաների համար նախատեսված է մի քանի խմբակներ՝ երգ, ազգային պար, կիրառական արվեստ, ազատ ժամանց, ինչպես նաև նրանց հետ փորձում ենք աշխարհայացները բացել, մշակութային կոթողներին ծանոթացնել, ինչպես արցախյան, այնպես էլ Արցախից եւ Հայաստանից դուրս գտնվող հայտնի մշակութային տեսարժան վայրերի հետ ծանոթացնել, այնպես որ փորձում ենք իրենց աշխարհայացքը մեծացնել։ Այսինքն համընդհանուր, այսպես քաղաքակրթական, իրենց տարիքին բնորոշ չափաբաժիններով կրթական, ուսուցողական, մշակութային ծրագրեր են։ Քանի խմբի համար է նախատեսված եւ արդյոք նրանք, ովքեր տեղյակ չեն այս ճամբարի մասին, այս հաղորդումը կարող է նպաստել, որպեսզի իրենց երեխաներն էլ մասնակցեն։ Նախատեսված է 5 խմբի համար, ամեն խումբ 5 օր մասնակցում է ճամբարին եւ այդ դասապրոցեսները կրթամշակութային նրանց համար կտևի 5 օր եւ վերջի օրը իհարկե էքսկուրսիայով։ Իսկ արդեն քանի խումբ է հասցրել լինել ճամբարում, ճամբարական դառնալ, ճամբարական առօրյայով ապրել։ Առաջին խումբը ավարտում ենք 1 օրից եւ մեր բոլոր խմբերը, քանի որ տրված էր էլեկտրոնային հայտագրմամբ, հիմա բոլոր խմբերը կարծես թե լրացված են, բայց սահմանը 20 երեխաներ, բայց պատրաստ ենք ավելիին եւ հուսով եմ, որ ծրագրից հետո մասնակիցների թիվը ավելի կմեծանա եւ դիզակարտը մեծ թվով մասնակիցների կներգրավի այս ճամբարում։ Ես տեսա, որ հետաքրքիր խմբակներ են գործում նկարչություն, շախմատ, շաշկի, ստեղծագործական բաղադրիչը շատ է եւ առանձնացված է։ Այստեղ նաեւ մենք կարող ենք ասել, որ ինչ որ առումով նաեւ երեխաների ինտեգրման, նաեւ թերապևտիկ միջոցներ են կիրառվում, որովհետեւ որքան էլ որ ասենք պատերազմից անցել է 3 տարի, օր-օրի խնդիրները շատ են, որքան էլ որ երեխաները ինտեգրվել են այս կամ այն տարածքում իրենց դպրոցական կյանքին, այդուհանդերձ Արցախի իրենց ծննդավայրի հանդեպ կարոտը մեծ է։ Երեխաների մոտ նկատվում է, որ Արցախի բարբառի կարոտ կա եւ տարբեր տեղերից, տարբեր համայնքներից այս երեխաները ոնց որ մեկ ընտանիքից լինեն եւ ճամբարի առաջին խմբի մթնոլորտը համարում եմ կայացած եւ կարծես այս դռնից ներս մենք գտնվում ենք Արցախում։ Երեխաների հետ երբ շփվում էի, դու որտեղից ես, ամբողջական Արցախն է խոսել։ Այսինքն ինչ որ առումով նաեւ սա օգնում է հենց դիզակարտի համահիմնադիրներին եւ կարոթը սփոփելու եւ գուցե ուժեղանալու եւ նոր գաղափարներ փայփայելու։ Մենք տեսնում ենք, որ դիզակարտի էջից երեխաները ամենատարբեր մրցույթների են մասնակցում եւ պատվավոր տեղեր են զբաղեցնում, առաջին կարգի մրցանակներ են զբաղեցնում, վերջերս Սանկտ Պետերբուրգում էի, Էջմիածին քաղաքում, այսպես երկար կարելի է թվել։ Այսինքն սա նաեւ դեպի առաջ տանող կարևոր նպատակներ են, հայտ ներկայացնող նպատակներ են։ Այո, մենք փորձում ենք ամեն կերպ միջազգային հարթակներում էլ հնչեցնել Արցախի անունը, համայն աշխարհին ասել, որ Արցախը կա, Արցախը կապրի եւ մշակութային այս հայտը, որով մենք ներկայանում ենք ամբողջ աշխարհին, դա խոսում է, որ Արցախահայությունը մշտապես լինելու է եւ պայքարելու է իր անկախության ամբողջական հայրենիք ունենալու համար։ Շուտերի
երեխաների հետ ստեղծագործական աշխատանքը մի պահ ընդմիջեցինք, իհարկե շատ դժվար է երեխաներին խնդրել պահպանել լռություն, բայց եւ հասկանում ենք նաեւ աշխատանքի կարեւորությունը եւ անհրաժեշտությունը ու առաքելությունը։ Ինչ է նշանակում դիզակարտի համար ունենալ մասնաճյուղ Աբովյանում եւ հատկապես ընդգրկել արդեն տեղահանված եւ Հայաստանում ժամանակավորապես ապաստանած երեխաներին, ովքեր Երևանում չեն բնակվում եւ չեն մասնակցում այն մշակութային, ստեղծագործական, երիտասարդական, մանկապատանեկան հավաքներին, որ նախաձեռնում է կենտրոնը։ Ճիշտն ասած, այս 2.5 տարին համարյա, որ մենք գործունեություն ենք ծավալում Երևանում, ցույց տվեց, որ մենք ունենք բազմաթիվ շահառու երեխաներ, ովքեր գալիս են Կոտայքի մարզից։ Բազմաթիվ շահառու երեխաներ տեղահանված եւ ժամանակավոր ապաստան գտած այստեղ տեղափոխումը, այսինքն Երևան, ում համար գուցեև դժվարություն է հանդիսանում, դրա համար էլ որոշեցինք հենց առաջին մեր մասնաճյուղը ունենալ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Իհարկե դա եւ մեծ պատասխանատվություն է, որովհետև այն դժվարությունները, որի միջով մենք անցել ենք այս 2.5 տարում, հետևում չեն, մենք դեռ ունենք դժվարություններ հաղթահարելու, սակայն դրանք ունեն մեծ նպատակ։ Այդ նպատակը տեղահանված երեխաների համայնքը պահպանելն է, տեղահանված երեխաների բարբառը պահպանելն է, որովհետև նրանք միմյանց հետ շփվում են հենց բարբառով, որը այս իրականության մեջ դժվար է, որովհետև դրսում նրանք գուցե ստիպված են խոսել այն տեղանքի բարբառով, որտեղ գտնվում են, այդ իսկ պատճառով ունենալ այսպիսի փոքրիկ կենտրոն, որտեղ ոչ միայն մեծահասակների համար կլինի համայնքի պահպանում, այլև երեխաները կհաճախեն ու զուգահեռ կստանան նաև մշակութային կրթություն, ինչը հենց մենք նշանավորեցինք ճամբարի բացումով։ Նախքան մշակութային կրթության մեկնարկը մենք որոշեցինք, որ պետք է հենց մեր կենտրոնի բացումը լինի կրթամշակութային ճամբարով, որպեսզի երեխաները ծանոթանան մեր գործունեության ընթացքին, ինտեգրվեն այդ ամենին, այդ գործընթացին եւ ինչու՞ չէ նաեւ արդեն սեպտեմբերից մենք վստահ ենք, որ կդառնան մեր հիմնական շահառուները ու այստեղ ամենօրյա ռեժիմով կգան, կծանոթանան ազգային երգին, պարին, այն ամենին, ինչը հիմա իհարկե դրանց այդ ամեն ինչի փոքրիկ նշույլները դրվում են հիմա, հիմնակարերը դրվում են, բայց արդեն առավել զուտ կրթական process-ի մեջ մտնելու համար նրանք արդեն լավ հիմքեր կունենան։ Իսկ հետաքրքիր է այդ մշակութային գործոնից բացի ճամբարական լինելը դա ամբողջ կյանքի համար է, հիշողություն է մնում եւ յուրաքանչյուր ոք մեզանից փայփայում է հենց մանկապատանեկան տարիների հիշողությունը։ Այս երեխաները հստակ հասկանում են ինչ ճանապարհ են անցնում, կարոտի ճանապարհ, նաեւ հետվերադարձի փակ լինելու ճանապարհի այդ հանգամանքը, բարդությունները եւ ամենակարևորը անհոգ առօրյա։ Ինչպես է համադրվում այդ ամենը, որպեսզի մենք կարողանանք այդ անհոգությունը ապահովել երեխաների համար։ Քանի որ մեր ճամբարային խմբերը կարճաժամկետ են եւ առանց գիշերակացի, փորձում ենք հնարավորինս ամեն ինչով ապահովել երեխաներին եւ հանգիստը եւ ազատ ժամանցը, որպեսզի նրանք եւ չհոգնեն եւ ինչու՞ չէ նաեւ ակտիվ ժամանց ունենան։ Իհարկե, շատ դժվար է նրանց այդ հիշողությունների, վերապրումների վրա կառուցվող մեր կրթությունը, որովհետեւ օրինակ ազատ ժամանակը նրանք նկարչությամբ էին զբաղված եւ երեխաներից մեկը անդադ ուզում էր Շուշին նկարել, դա իհարկե պատահական չէ եւ երբ ես նրան հարցրեցի ինչու հենց Շուշի, ասում է ես միայն եկեղեցի եմ նկարում եւ նկարում եմ այն եկեղեցիները, որ հիմա մերը չեն։ 10-12 տարեկան երեխաների համար այդ հիշողությունը, որ դեռ կա, մենք պետք է կարողանանք պահել, որովհետեւ նրանք հենց այն սերունդն են, որ իրենցից հետո եկողին պետք է փոխանցեն։ Իհարկե մենք նաև հույս ունենք, որ այդ ժամանակահատվածը չի լինի եւ մենք ավելի կարճ ժամկետում, ավելի արագ կվերադառնանք մեր հայրենիք եւ նրանք այդ բեռը չեն ունենա իրենց ուսերին, բայց ամեն դեպքում մենք պարտավոր ենք այս պահին գոնե իրենց այդ հիշողությունը կվերարտադրեն այդ ամենը, գուցե դրանով իրենց հոգեբանական բարդություններն են հաղթահարում։ Եվ Լիանա մասնագիտության բերումով լրագրող դիզակ շրջանային թերթը դժվար ճակատագիր է անցնում, դարձավ առցանց, որը այս օրերին գուցե վերջին տարիներին նաև ապահովում էր այն հիշողությունը, որ թերթի էլեկտրոնային տարբերակում է պահվել մարդկանց պատմությունները, փառահեղ պատմությունը, դիզակ աշխարհի եւ առհասարակ մեր պատմամշակութային ժառանգությունը։ Այստեղ մենք տեսնում ենք լուսանկարների տեսքով ամբողջ Արցախն է
խոսում, լուսանկարների տեսքով, հիշողություններ կան, բայց ինչպիսի ճանապարհ է անցնում այսօր Դիզակ թերթը։ Այս պահին ցավալիորեն պետք է ասենք, որ Դիզակ թերթը որպես թերթ դադարեց գործել եւ Facebook-յան տիրույթում պարզապես առցանց հարթակում փորձում ենք հնարավորինս շրջանի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել մեր հետևորդներին, նախկին բաժանորդներին, այսպես ասած։ Իհարկե դժվար է խոսել մի թերթի մասին, որը համարյա արդեն 90 տարվա պատմություն պետք է ունենար եւ ցավոք սրտի վերջին տարիներին տպագիր տարբերակը ընդհանրապես չկար, արդեն անցանք առցանց տարբերակի։ Դիզակ թերթը եղել է Հադրութի շրջանի, այսպես ասած, պատմության վկան, որովհետև տարիներ շարունակ համարյա 1 դար այդ թերթում ամփոփվել է շրջանի ամբողջ կյանքը, սոցիալական կյանք, մշակութային, սպորտ, ամեն ինչ, տնտեսական կյանք, ամեն ինչ տեղ էր գտնում այդ 4 էջի մեջ։ Եվ մենք կարողանում էինք մեր սպառող բաժանորդներին մատուցել այն ամենը, ինչի կարիքն ուներ։ Փորձում էինք դա անել։ Ամեն դեպքում նաև թերթը դա պայքարի խոսափող է, որովհետև մենք գիտենք, որ շարժման ակունքները շատ ավելի խորն են, քան 88-ը։ Եվ այսօր ճամբարում այս երեխաների կողքին կանգնած կարող ենք ասել, եթե մեր հայրենակիցները Արցախում պայքարում են, սա էլ պայքարի ձևերից է։ Սերնդին պատրաստել, սերնդին պատմել եւ սերնդին ուժեղացնել։ Այսօր մեր հայրենակիցները Արցախում բավականին ծանր վիճակում են գտնվում եւ մենք կարծես թե այնպիսի պայմաններ է ստեղծվել, որ հնարավորություն չունենք ոչ մի կերպ աջակցություն ցուցաբերել այդ ծանր վիճակում գտնվող մեր հայրենակիցներին, բայց նաեւ այստեղ գտնվող տեղահանված ժամանակավոր ապաստանած երեխաները, իրենց ծնողները չպետք է կորցնեն այդ միահամուռությունը, չպետք է այդ կապը կորչի, որին էլ հենց նպատակաուղղված է մեր գործունեությունը։ Այսինքն, թեկուզ այս փոքր տարբերակով, այս փոքրիկ մոդելի միջոցով մենք փորձում ենք պահել երեխաների մեջ սերմանել ազգայինը, նրանց մեր փոքրիկ դասերի միջոցով փոխանցել հայրենասիրություն, փոխանցել այն կորուսյալ հայրենիքի մասին պատմությունը, որը մի օր մերն է լինելու, այսինքն այդ ամեն ինչը պետք է երեխաները ամենօրյա ռեժիմով լսեն, հասկանան եւ ապրեն, որովհետեւ նրանք մեր ապագան են։ Հետաքրքիր մի բան բացահայտեցի ճամբարում այսօր, որ ոչ միայն մշակութային, ազգային, այսպես դաստիարակության, մեր հիշողության կարևոր բաղադրիչներն են առանձնացվում եւ ներդրվում ու պահպանության ուղղված ծրագրեր են կյանքի կոչվում, այլև խոհանոցում այսօր այս ճաշը երեխաների համար պատրաստեցիք դուք։ Այսինքն, որպես մասնագետ, պատմաբան, նաեւ մենք կարող ենք ասել, որ երբվում է հենց այս խոհանոցի կամ այս ճամբարի խոհանոցում նաև գլոբալ առումով երբում է մեր մշակութային ժառանգությունը, նյութական եւ ոչ նյութական, որ բերել եք Հադրութից։ Ես շատ եմ սիրում խոհանոցում աշխատել եւ հետաքրքիր բան է ստացվել, որ լինելով նաեւ երկար տարիներ մանկավարժ, ցավոք սրտի զրկված լինելով պատերազմից հետո մանկավարժությամբ զբաղվելու, երեխաների հետ շատ շփվելու հնարավորությունից ճամփարը վերադարձրեց այդ հնարավորությունը եւ համադրվեց եւ խոհանոցում աշխատելու եւ երեխաների հետ աշխատելու այդ հնարավորությունը նաեւ հիշողության մի տեսակ է, այսինքն տատիկներից, մայրիկներից, այսպես ժառանգված, ճիշտ է, հիմա այսօր մենք ճամփարում ավանդական ճաշատեսակներին չենք անդրադառնում, հաշվի առնելով նաեւ երեխաների տարիքային նախասիրությունները, ավելի շատ տալիս ենք այն, ինչ իրենք սիրում են, չենք վերադառնում մեր ավանդական ճաշատեսակներին, բայց նաև այս ճաշերը եփելով եւ երեխաներին հրամցնելով կապ է հաստատում նաև անցյալի հետ, որպեսզի այդ հիշողության կապը չկտրվի։
Երեխաների հետ ընդհանուր դասընթացներ են նաև կազմակերպվում մեր պատմական խորհրդանիշների, մեր նաև առանձին պատմություններ են ներկայացվում ըստ իրենց տարիքային խմբի առանձնահատկությունների, որ հիշեն, նրանք էլ հիշում են, նկարում են այդ ամենը եւ հատկապես այս անձնական փոխգործակցության մեջ, երբ դուք տալիս եք եւ ստանում եք երեխաներից, ավելի շատ ինչ եք բերում հադրութից։ Քանի որ մասնագիտական առումով շատ եմ ճամփորդել Արցախի տարածքում ընդհանուր եւ հադրութի տարածքում եւ նաեւ լինելով հուշարձանների մասնագետ, հիմա մենք պատահական չէ, որ մեր սրահում կախել ենք օկուպացված տարածքների պատմական հուշարձանների նկարները եւ երեք ունեցել եք հատուկ դաս հուշարձանների հետ կապված, քանի որ ունենք տարբեր շրջաններից երեխաներ, հիմնականում ուշադրություն ենք դարձնում, ասենք երեխաները ինչքանով են հիշում իրենց գյուղի տարածքում եղածը, այնուհետև իրենց շրջանի տարածքում եւ շրջանից դուրս որտեղ որ եղել են, մեծերը ավելի հեշտությամբ են դա հիշում, ավելի հեշտությամբ են ծանոթ, ավելի հեշտությամբ են վերարտադրում։ Երեխաների դեպքում ավելի շատ տվյալ գյուղի, ասենք գյուղի մեջ եղած աղբյուրը կամ եկեղեցին է հիշողության մեջ մնացել։ Հիմա մենք փորձում ենք ընդլայնել դա, վերհիշել, քանի որ կան երեխաներ, որոնք ասենք 7 տարեկան են հիմա, պատերազմից առաջ եղել են 4.5, որ իրենց համար եկեղեցին եղել է, այսինքն երբ որ ծնողները գնում են այնտեղ մոմ վառելու եւ այլն, այսինքն զուտ պատմական առումով եկեղեցին չի մնացել հիշողության մեջ։ Փորձում են նաեւ դրանք ներկայացնել որպես մեր ժողովրդի, մեր պատմության, մեր հայրենիքի անձնագրի մի մասը, որպեսզի Աստված տա, եթե այս երեխաներին գոնե հնարավորություն ընձեռնի վաղը վերադառնելու իրենց բնակավայրերը եւ հաշվի առնելով ինչ քաղաքականություն է վարում մեր թշնամին այսօր բռնազավթված տարածքներում, եթե Աստված մի արասցե երեխան գնա եւ չգտնի այն հուշարձանը, որ կար, հիշողության մեջ գոնե մնա եւ նախաձեռնի վերականգնել դա։ Հուշարձանների մասնագետ լինելու ձատ, պատմության ուսուցչուհի լինելու ձատ դուք արշավական եք եւ այսօր շատ հաճախ կարելի է հետևելով ձեր էջին տեսնել, որ Հայաստանի տարբեր բարձունքներն եք հաղթահարում, հայրենիքը բացահայտելու մոդելից զատ, սա նաեւ կարոտն է, որ փնտրում եք Արցախի բարձունքները, այդ օդը եւ այդ ծփանքը։ Հաջողվում է։ Չի ասի, թե դա հաջողվում է ու երբեք չի հաջողվի, բայց սարեր գնալը, Հայաստանի տարբեր մարզերի, տարբեր գյուղեր, հատկապես ինձ համար այսպես հանգստանալու մի բան գյուղերն են, Հայաստանի գյուղերում լինելը, զրկված լինելով Արցախի գյուղերում այսօր գոնե եղածում լինելու հնարավորությունից, կարող եմ նշել, որ իմ կարոտը մի քիչ հադրութից մի քիչ մեղմում է այդ վայրերում, հատկապես Տավուշում։ Նման է։ Այո, քանի որ Տավուշի եւ բնությունը եւ կասեի մարդիկ շատ նման են հադրութիներին եւ նաեւ բարբառը, այո, ես չեմ բաց թողնում հնարավորությունը Տավուշ այցելող արշավային խմբերին միանալուց, հատկապես եթե դրանք գիշերակացով են, որովհետեւ գոնե մի քանի օր այսպես հողի էներգիա, այո, ստանում ես այդ հողի էներգիան եւ քանի որ նաեւ Տավուշի բնակչության մի մասը ժամանակին տեղափոխվել է Արցախից, մի ներքին կապ է ստեղծում, ճիշտ է, սա ժամանակավոր է, այսինքն վերադառնալով քաղաք նորից գալիս եմ դեպի կարոտը։ Գայնե դուք պատերազմից հետո ապրում եք Աբովյան քաղաքում, այսօր դիզակարտը Աբովյանում է եւ շատ կարեւոր է, որ եւ դիզակարտը եւ բոլոր այն կազմակերպությունները կամ կենտրոնները, որ ձևավորվել են եւ ամեն կերպ գոյատևում են, պայքարում են լինելու համար, գործելու համար, որպեսզի համախմբեն տեղահանված արցախցիներին եւ հատկապես փոքրիկ արցախցիներին պահելով այդ կապը հայրենիքի հետ, նաեւ ապա կենտրոնացվեն շրջաներում, որպեսզի մենք համայնքների կենսունակությունը կարողանանք ապահովել եւ որքան էլ որ երեխաները ինտեգրվում են եւ կրթական միջավայրում եւ տվյալ միջավայրին, ինչպես նշում եք,
այդ կարոտի մեջ արցախյան շունչ պիտի փորձենք պահել։ Շատ կարևոր է փոքր բնակավայրերին մեծ ուշադրություն։ Ինչքան փոքր է բնակավայրը, այնքան այնտեղ հաստատված տեղահանված բնակչությունը ավելի հեշտ է իրար հետ կապելը։ Այդ թվում նաև Աբովյանում, առօրյայում էլ բավականին շատ են հադրութիները Աբովյանում, տեղահանված հադրութիները եւ նաեւ նախկինում այստեղ հաստատված հադրութիները։ Առաջին պատերազմից խորհրդային շրջանից այստեղ հաստատված, բայց հիմա ասենք տեղահանվածների առումով առօրյայում մենք տեսնում ենք ոնց են իրար գտել Աբովյանում ապրող տեղահանվածները, իրար հետ հանդիպելու, տարիքով մարդիկ նարդի խաղալու, թեկուզ անցյալը վերհիշելու, իրար հետ զրուցելու, իրենց կարոտներն էլ պես իրարից առնելու առումով դիզակարտ կենտրոնի մասնաճյուղի բացումը նաև այդ խնդիրը կլուծի եւ այստեղ կգան երեխաները տեղահանված եւ կգան մեծերը իրենց երեխաների առաջ չարածը տեսնելու, այն միջոցառումները, որոնք մենք անում ենք, որոնք ուղղված են հադրութի հիշողությունը պահելու, հադրութիների միջև կապը պահպանելու համար, այստեղ կշարունակվի ինչպես եղել է դա Երևանում, բայց ավելի հեշտ այստեղ կստացվի իմ կարծիքով, քան Երևանում, որովհետև փոքր բնակավայրը նպաստում է դրան։ Մտովի գնանք Արցախ։ Չգիտեմ, երևի կասեմ մենակ պինդ մնացեք։ Միանում եմ։ Երեխաներ, համովեր ճաշը։ Դե ասենք շնորհակալություն ընկեր Գայանեին։ Ինչ ես երազում։ Տող վերադառնամ մեր գյուղ, տող։ Բանակ։ Ես ուզում եմ, որ տիրի խաղաղություն եւ մենք նորից հետ գնանք Ստեփանակերտ մեր տունը, իսկ մասնագիտությամբ ուզում եմ դառնալ բժիշկ։ Գնամ իմ սեփական տունը Ստեփանակերտի։ Ես ուզում եմ հետ գնալ Մայրամաձոր եւ ապրել այնտեղ։ Ես ուզում եմ հետ գնամ Ղարաբաղ ու նղապրեմ։ Ու բժիշկ դառնամ սաղեն բժիշկ։ Մեր հայ տղաների մեջ։ Ռոզկին թղասեր։ Եղբայրը բանակից գա եւ էլ չգնա։ Դու ինչ ես երազում։ Ուզում եմ գնամ մեր գյուղ Քյուրաթա, հոնակել ամենաշատը սիրում եմ վազ, որտեղ շատ արագ եմ վազում։